Արծվաշենը վերադարձնելու Փաշինյանի խրոխտ հայտարարությունը իրականում բազմաթիվ մարդկանց անտուն թողնելու մասին է։ Արցախից հետո լավ են սովորել։ Անընդհատ խոսում են Ադրբեջանին տարածքներ ոչ թե իբր հանձնելու, այլ վերադարձնելու մասին, բայց իրականում բզկտում, քրքրում են Հայաստանի անվտանգության ամբողջ համակարգը։ Ու ես հիմա ձեզ կոնկրետ օրինակով, ապացույցով ցույց կտամ, թե ինչ է սպառնում Հայաստանին, եթե տեղի ունենա անկլավների, տարածքների փոխանակման այս արհեստական ծրագիրը։ 2020 թվականից հետո Ադրբեջանը ինտենսիվացրեց Տիգրանաշենի, Արծվաշենի, Տավուշում ինչ-որ անկլավային գյուղերի, տարածքների փոխանակման վերահսկողության հանձնման ծրագիրը։ Դրանից հետո Փաշինյանը ՔՊԱ-ականները իրար հերթ չտալով անընդհատ խոսում էին սրա մասին, բայց իրականում սա ամբողջ Հայաստանը շրջափակման մեջ գցելու, մեր սահմանները ավերելու, բզկտելու ծրագիր է։ Ռազմավարական անվտանգության առումով անդառնալի խնդիրներ են առաջ գալու։ Օրինակ, արգելափակվելու է մեր միջպետական ճանապարհներից մեկը, ամենագլխավոր, այն ճանապարհը, որով Արարատից, Երասխով գնում ենք Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ, Գորիս, Կապան, մեր մյուս բնակավայրերը, նորից էլի տանելու են սարերի մեջով, անտառների մեջով, երկրի խորքով ճանապարհներ անցկացնեն ու քայքայեն մեր անվտանգությունը։ Տավուշում ինչ է տեղի ունենալու։ Հիմա ես ձեզ կոնկրետ ապացույցով ցույց տամ։ Տեսեք, սա Իջևանից Այգեհովիտ, Վազաշեն եւ դեպի Բերդ տանող ճանապարհն է։ Խոսքը եթե վերաբերում է օրինակ այս Սոֆուլուի նաև իբր Բարխուդարլուի մասին, այստեղ մենք երկու հարևանությամբ ունենք Ազատամուտ եւ Կայան բնակավայրերը։ Ազատամուտի մոտ են հայտնվելու 20-30 մետր հեռավորության վրա ընդամենը ադրբեջանական վերահսկողությունը, նաև նրանց զինված ուժերը, եթե բերեն տեղակայեն այդտեղ։ Ու ես համոզված եմ, որ բերելու են։ Կայան բնակավայրը հայտնվում է գրեթե վերացման եզրին, անհետացման եզրին, արգելափակվում է այստեղից, ադրբեջանական վերահսկողության ներքո է հայտնվում դեպի Այգեհովիտ տանող գյուղը, հետո դեպի Վազաշեն տանողը, ստիպված ճանապարհները նորից էլի կառուցելու են անտառների մեջով, երկրի խորքով, բազմաթիվ բարդություններ պատճառելով մարդկանց, մեր արոտավայրերը, մեր խոթարքները, մեր հողերը հայտնվելու են նրանց վերահսկողության ներքո։ Այստեղ նաև կան ինտերնետ մալուխներ, այստեղ կան ջրի աղբյուրներ, միջպետական ճանապարհներ, որոնք հայտնվելու են նրանց վերահսկողության ներքո։ Եվ հատուկ ուզում եմ նաև ասել, որ ժողովուրդ ջան, ես սա հենց այնպես չեմ խոսում։ Ես այս բոլոր վայրերում մեր մասնագետների հետ եղել եմ, քայլել ենք ոտքով, չափչփել ենք ամեն ձոր, սար, ծառ ու թուփ, քար ամեն եւ արձանագրել ենք սրանք տեղում լինելով, ես սա անձամբ տեսել եմ եւ դրա համար նաեւ կարող եմ հստակ ասել, թե ինչ է սպառնում մեր երկրին, մեր անվտանգության համակարգին։ Փաշինյանը ինչ է ասում, ասում է սահմանազատման միջոցով ենք վերադարձնելու։ Սա կատարյալ աբսուրդ է, որովհետեւ չկա որևէ լեգիտիմ սահմանազատում միջազգայինորեն, եթե դրա արդյունքում խաթարվում է երկրի անվտանգության համակարգը, եթե մարդկանց կյանքը վերածվում է ուղղակի անհնարինության, այնպես որ սա ՔՊԻ ու Փաշինյանի քաղաքական որոշումն է, սա միջազգային ոչ մի չափանիշով չի թույլատրելի, չի համարվում եւ հստակ ձեզ ասում եմ նաեւ, որ մենք գիտենք ինչպես այս հարցը լուծել։ Ես պատկերացնում եմ հստակ թե լուծումները որտեղ են։ Ես նաեւ հիմա պատրաստում եմ, կարծում եմ ասուլիսի միջոցով նաեւ բացառիկ փաստերով ցույց կտանք, թե ինչպես է հնարավոր այս հարցը լուծել եւ սրա դեմը առնել կանխել սա։